Ձեր նկատմամբ ինքը արդեն դարձավ ավելի զգուշավոր, երբ որ դուք 44-օրյա պատերազմից հետո հայտարարություն արեցիք այդ պահից, հա, դուք որովհետև դատապարտեցիք եւ պահանջ ներկայացրեցիք, չէ, հայտարարություն արեցիք այդ կապակցությամբ։ Ես հայտարարություն արեցի, քանի որ ես համոզված էի, այդ պատերազմը պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Չէր կարող Արցախի բանակը այդքան հեշտությամբ պարտվել եւ չէր կարող Հայաստանի ղեկավարը այդքան արագ ստորագրել այդ փաստաթուղթը։ Դրա համար այն ժամանակ ես նորից արեցի հայտարարություն, որ ինքը պետք է հեռանա, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենամեծամիտ մարդն է, ոչ մի բան չի հասկանում, մեծամտորեն ինքը չլսեց իմ հորդորը եւ իմ նման մարդկանց հորդորը։ Եթե ինքը այն ժամանակ հեռանար, ես վստահ եմ, մենք հիմա կունենայինք հայկական Արցախ։